Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը իրականացվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստան Եվրոմիություն համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրային լայն շրջանակներին իրազեկելու նպատակով։ Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Երեկ երեկոյից սկսած, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտում են եւ ամբողջությամբ տեքստը շուտով կհրապարակվի, աշխարհի տարբեր անկյուններից հնչել են ողջույնի խոսքեր։ Եվրոմիության դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջիններից էր ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հայտարարությունը խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարվա ընթացքում այս ուղղությամբ տարած համառ աշխատանքի համար, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Եվրոմիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնական լրամշակման համար։ Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության ճանապարհին։ Կարևոր է պահպանել դինամիկան եւ ապահովել գործընթացի սահուն ավարտը, օգտագործելով երկու կողմի նույն հեռատես ու փոխզիջումային մոտեցումը, ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաև ընդգծված է, որ Եվրոմիությունը լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն եւ փորձագիտական գիտելիքներ, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Ալիևին շնորհավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Անկեղծ շնորհավորանքներ ես Փաշինյանին եւ Ալիևին Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Դա վճռական քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես ձեզ կոչ չեմ անում հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Եվրոմիությունը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ձեռքբերման ուղղված հետագա բոլոր քայլերին, գրել է Եվրոխորհրդի նախագահը X-ի իր էջում։ Բրազիլիայի կառավարությունը եւս ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այն կվերագտնի երկրների միջև խաղաղությունն ու կկարգավորի երկկողմ հարաբերությունները, ասված է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Բրազիլիան նաեւ կոչ է արել կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանն ու երկխոսությանը, որպես տևական եւ կայուն խաղաղության ուղի, ինչպես նաեւ հույս են հայտնել, որ այս գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ։ Չեխիայի արտգործնախարարությունը եւս ողջույնի տեքստ է հրապարակել, որում մասնավորապես ասված է. «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջընթացը խաղաղության ճանապարհին, ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի արագ ստորագրում։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար», ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Իսկ ահա մեզ մոտ այսօր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստներ ընթանում, որի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել ու պատասխանել է երեկվա հայտարարություններից հետո հանրության շրջանում հայտնված մտահոգություններին ու շահարկումներին։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ընդդիմադիր падգամավորները։ Սկսեցին որպես ճշմարտություն, որպես համաձայնագրի մաս ներկայացնել բաներ, որոնք իրանց աշկով տեսել են, որ այդ համաձայնագրում չկա։ Այս ոչ մի կերպ ես չեմ կարող հասկանամ եւ ոչ մի բանով այլ բաներ կարելի է չիմանալով բացատրել։ Սա հստակ խոսում է չարական միտուման, չարամտության մասին։ Այսինքն ո՞նց կարաս դու գնաս կամ քո ընկերը, որը կարդացել է գալիս է քեզ պատմում է ինչ որ բաներ,
դու գնաս մյուսօր օրինակ Աժամբյոնից կամ Հարավակի ժամանակ, ասես որ այդ համաձայնագրում կա, չգիտեմ, Զանգեզուրի միջանց կային այդ համաձայնագրում չկա ընդհանրապես ոչ մի այդպիսի բան։ Հիմա ոնց մեզ հետևող հարգելի քաղաքացիները մտածեն, որ ձեր քաղաքական ուժը ազնիվ է իր մղումներում։ Ոնց հավատան ձեզ։ Հիմա նստած ենք, դուք ասում եք կա Զանգեզուրի միջանց, ես ասում եմ չկա Զանգեզուրի միջանց։ Չգիտեմ ինչ ժամկետ հետո այդ թուղթն էլ կբացվի, վերջ մարդիկ կարդան, էլ կա թե չկա։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չունեն։ Ուզում եմ շատ ուղղակի ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ այնտեղ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում եւ անկեղծ ասած չեմ տեսնում նաեւ Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը։ Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Եվ անկեղծ ասած, չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ։ Դուք ասեցիք, երբեք օկուպացված բառը Ղարաբաղի մասին չի օգտագործվել, Ղարաբաղի մասին օկուպացված բառը սկսել է օգտագործվել Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո։ Հիմա ես պիտի շնորհակալություն տամ ձեզ, հայտնեմ ձեզ ինձ այս հնարավորությունը տալու համար, ուրեմն մոռացել եք, որ Ադրբեջանը 30 տարի ասում է բոլոր հնարավոր հարթակներով, որ իրենց տարածքների 20%-ը օկուպացված է։ Մոռացել եք, որ օկուպացված բառը տեղ է գտել նաև բանակցային փաստաթղթերում այն շրջանում, երբ որ ձեր սիրած առաջնորդները կամ ձեր քաղաքական ուժը մասնակցություն ա եղել է իշխանության ղեկին։ Մոռացել եք, որ այդ շրջանի ձեր արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված էր հայ հանրությանը բացատրել, որ օկուպայտը զուգարանի վրա գրած ինքնաթիռներում նշանակում է զբաղեցրած, այդքանը չի նշանակում օկուպացված։ Հենց որ առաջարկում եմ կրկին ու կրկին առանց հոգնելու մեզ հետևող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թյուրիմացության մեջ չգցել եւ ներկայացնել ամբողջ եւ իրական ճշմարտությունը։ Երբ այլևս չի լինի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը, Արարատ Միրզոյանն է պարզաբանել։ Մինսկի խումբը նաեւ գիտեմ, որ կհարցնեք հետաքրքիր է, Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։
Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Արարատ Միրզոյանը նշում է նաեւ, որ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները ավարտելու մասին երեկվա հայտարարությունից հետո հանրության շրջանում եղել են մտահոգություններ ու շահարկումներ, որոնց մեծ մասը կեղծ են։ Հարցերը պարզաբանելուց հետո Միրզոյանը անդրադարձավ նաև պատմական գնահատականներին։ Դուք բոլորդ իզնից լավ գիտեք։ Այդ ես եմ նոր իմացել վերջերս։ Դուք լավ գիտեք, որ այդ հարցը լուծած լինեիք այն ժամանակ։ 95 թվին ավելի լավ հնարավորություն կար, քան 97-ին ավելի, քան 2000, 2000-ին ավելի, քան 2004-ին, 2004-ին ավելի լավ, քան 2007-ին, 2007-ին ավելի լավ, քան 2012-ին, 2018-ին էլ իր հերթին։ Հələ լսեք, ինչ եմ ասում, դուք էլի բան եք անում, ասում եմ կապ չունի, դաշնակ, քաղաքացիական պայմանագիր, Քոչարյան, Դաշնակցություն, Քոչարյան, Սերժ, Փաշինյան, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ հարցը պետքա լուծած լիներ։ Այդ հարցի շարունակական չլուծումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորումը էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, լավ ուրիշ ինչ ասենք, որ ուշքի գան։ Ես ուրիշ բան եմ, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրելու, չէ, այս ռազմավարության մասով, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրման պատրաստ փաստաթղթին, ասենց խոսում եք, կբացվի, օրը կգա, այդ փաստաթղթը ձերից ձեր կբացվի, գոնե այն վաղ հուսով եմ կխոստովանեք, կամ ակեք պայմանավորվենք, որ եթե անձնապես, չէ, Եթե կարդաք եւ պարզվի, որ իսկապես համաձայն եք, հրապարակային կանգնեք ասեք, որ ստեղ Հայաստանի Հանրապետության շահերից չբխող ոչինչ չկա։ Ինչ որ գրած է, հավասարապես, եթե ձեռնտու է Ադրբեջանի, ձեռնտու է նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված Միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա երկկողմ պարտավորվածություն համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Իդեպ, այսօր ոստիկանները ազգային ժողովում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Ոստիկանները ազգային ժողովում տուգանեցին Գառնիկ Դանիելյանին աշխատասենյակներից մեկում էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։ Պատգամավորը չափազանց վրդովվեց ոստիկանների ներկայությունից եւ տուգանքի մասին որոշումը լսելուց հետո։ Նա նշեց, որ ազգային ժողովի պատմության մեջ նման դեպք դեռ չի եղել, իսկ տուգանքը բողոքարկելու է, քանի որ ինքը գլանակով սիգարետ չի ծխել, այլ էլեկտրոնային ծխախոտ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին եւ նրա միջոցով տեղեկություններ եւ լրացուցիչ ազդակներ փոխանցել Դոնալդ Թրամփին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան, հավելել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ Երեկ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնել առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև հավելել է զինադադարի համար երաշխիքներ են պետք։ Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի եւ զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի կրակը դադարեցնելուն օգնելու հարցում, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ նախարարների խորհրդի նախագահ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը, շնորհակալություն հայտնել, մասնավորապես փետրվարի 18-ին Էլ-Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում, ասվում է հաղորդագրությունում։ Իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կարևորության մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը եւ հետախուզության ղեկավարը հինգշաբթի անսպասելի այց են կատարել Դամասկոս։ Օրեր անց այն բանից հետո, երբ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած զինված խումբը երկրի բանակին ինտեգրելու վերաբերյալ։ Սիրիայի ժամանակավոր նախագահ եւ նախկին ապստամբ Ահմադ Ալ-Շարան հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի, պաշտպանության նախարարի, ազգային հետախուզության ղեկավարի եւ Սիրիայում Թուրքիայի դեսպանի հետ։ Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ իրանական միջուկային հարցի շուրջ հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի փոխնախարարի նախագահությամբ։ Միջոցառմանը ռուսական կողմը ներկայացնում էր արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Թեհրանից ներկա էր արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը անընդհատ կխորացնեն փոխանակումների եւ համագործակցությունը առանց վնասի մյուս երկրների համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ամփոփելով իրանական միջուկային ծրագրի շուրջ Չինաստան, Ռուսաստան, Իրան ձևաչափով հանդիպման արդյունքները։ Վան Իի խոսքով նաև անհրաժեշտ է ձգտել փոխհամաձայնության ընդլայնման, խորհրդակցությունների միջոցով խելամիտ որոշումների որոնման, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերը։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ Պեկինում կայացած եռակողմ հանդիպումը նախարարը համարել է կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները մի շարք անձանց, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի, մի քանի նավթատար նավերի եւ Չինաստանում Իրանի նավթի առևտրով զբաղվող 3 ընկերությունների նկատմամբ։ Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնյաների բազմաթիվ պնդումներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների, Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ գործողությունները որակել է որպես այդ պնդումների կեղծ լինելու եւս մեկ բացահայտ ապացույց եւ Իրանի ժողովրդի զարգացման, առաջընթացի եւ բարօրության հանդեպ թշնամանքի եւս մեկ նշան։ Պորտուգալիայում մայիսի 18-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կդառնան երրորդը վերջին 3 տարվա ընթացքում։ Երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ աջ կենտրոնամետ փոքրամասնության կառավարությանը խորհրդարանում անվստահության քվե են հայտնել։ Նախագահը խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների եւ պետության խորհրդի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն կառավարությանը վստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել անցյալ շաբաթ։ Այն բանից հետո, երբ ընդդիմությունը սպառնացել էր խորհրդարանական հետաքննություն սկսել նրա ընտանիքին պատկանող տվյալների պաշտպանության խորհրդատվական ընկերության նկատմամբ, պնդելով, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերը օգուտ են բերել Մոնտենեգրուին, որպես վարչապետ։ Մոնտենեգրուն հերքել է շահերի բախման առկայությունը։ Սիրիայի Ջաբլե թաղամասի բնակիչ Բասամ Մահնանը 2 որդիների հետ տանն էր, երբ զինված անձինք ներխուժեցին տուն։ Մենք հրաժարվեցինք դուրս գալ մեր տնից, ես ու հորեղբորս տղան էինք, նրանք ներխուժեցին տուն, սպանեցին հորեղբորս եւ եւս 2 ընտանիքի անդամների, սպառնացին գլխատել մեզ եւ թալանեցին ամեն ինչ, փող, մեքենաներ։ Նախորդ շաբաթ հարյուրավոր մարդիկ են սպանվել Սիրիայի ափամերձ այդ շրջանում, իսկ ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Վերլուծաբաններն ասում են, որ սպանություններից շատերը վրեժի գործողություններ էին Բաշար Ալ-Ասադի վարչակարգի չարաշահումների համար։ Զոհերից շատերն ալավիներ էին, նախկին վարչակարգի առաջնորդների հետևորդներ։ Վերլուծաբանները նշում են, որ մարտերը հրահրվել են Ասադի աջակիցների կողմից, որոնք նույնպես զանգվածային սպանություններ են իրականացրել։ Լիստերը հավելել է, որ փոքրամասնությունների առաջնորդները, այդ թվում ալավիները, կոչ են արել ժամանակավոր կառավարությանը արդարադատություն ապահովել։
Դեկտեմբերի 8-ին կարծես ճնշումն ուժ գնացավ եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու եզրին էր։ Զարմանալի է, որ այսքան ժամանակ պահանջվեց, որպեսզի իրավիճակն այսքան սրվեր։ Հարձակումներից հետո հազարավոր մարդիկ ապաստան են գտել Ռուսաստանին պատկանող բազայում, որը դեռ համարվում է ալևիների համար պաշտպանական տարածք, քանի որ Մոսկվան դաշնակից էր նախկին ռեժիմի հետ։ Սակայն տարածաշրջանի ղեկավարներն ասում են, որ վիճակը կայունանում է։ Իրավիճակը շատ ավելի լավ է անվտանգության ուժերի ժամանումից եւ զինված խմբավորումների հեռանալուց հետո։ Սիրիայում հումանիտար ճգնաժամը ըստ լիստերի շարունակում է խորանալ։ Կարծում եմ մարդիկ մոռանում են, որ հումանիտար ճգնաժամն Ասադի իշխանության օրոք նույնքան սուր էր։ Ասադի հեռանալուց հետո, սակայն, այն շարունակում է վատթարանալ։ Նա հավելել է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները պետք է հետագայում չեղարկվեն, որպեսզի կառավարությունը կարողանա վճարել աշխատավարձերը եւ տրամադրել մարդասիրական օգնություն, ինչը կօգնի կայունացնել երկիրը։ Մահնանը համաձայն է նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն տնտեսական աճի պայմաններում։ Խաղաղ լուծումը լավագույնն է Սիրիայի ապագայի համար, բայց այն պետք է ուղեկցվի ժողովրդի տնտեսական խնդիրների լուծմամբ։ Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը կպատժի վերջին բռնությունների բոլոր մեղավորներին, նույնիսկ եթե նրանցից ոմանք լինեն իր կողմնակիցների թվում։ Հարյուրավոր տիեզերանավեր տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են Մարսը։ Մոլորակի չորացած լճերով ու գետերով լանդշաֆտը գիտնականներին հուշում է, որ ժամանակին այնտեղ եղել է հեղուկ ջուր։ Տիեզերական առաքելությունները թափանցել են նաև մոլորակի ինդերքը, բացահայտելով մի քանի կիլոմետր խորության վրա սառույցի շերտեր։ Առաջիկա տասնամյակի ընթացքում Perseverance մարսագնացը արժեքավոր նմուշներ կտրամադրի, որոնք կարող են հեղափոխել մեր պատկերացումները Մարսի մասին։ Սակայն մինչ դա տեղի ունենա, գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարտադրել Մարսի փոշին, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։ Նախորդ մարսյան առաքելությունները հետազոտական խմբին մանրամասն տվյալներ են տրամադրել մոլորակի փոշեպատ մակերեսի վերաբերյալ։ Այժմ խումբը նոր արարական մեթոդների օգնությամբ պարզել է, որ Մարսի կարմիր գույնը պայմանավորված է ջուր պարունակող երկաթի օքսիդով, որը հայտնի է որպես ֆերիհիդրիտ։ Հետազոտողները նշում են, որ ֆերիհիդրիտը առաջանում է սառը ջրի առկայության պայմաններում։ Դա վկայում է այն մասին, որ Մարսի վրա երկաթի օքսիդը գոյացել է դեռևս այն ժամանակ, երբ մոլորակի վրա եղել է ջուր։ Մարսի մթնոլորտը ծայրաստիճան չոր է, այն ընդամենը մի քանի 100% ջրի գոլորշի է պարունակում, ուստի այնտեղ առաջացած ժանգը պետք է լինի չափազանց չոր, բայց այս վերջին հետազոտությունը, որը կատարվել է եվրոպական եւ ամերիկյան ուղեծրային սարքերի ու վայրեջքային մոդուլների համատեղ դիտարկումների միջոցով, ցույց է տալիս, որ Մարսում առաջացող ժանգը շատ ավելի նման է Երկրի վրա մեծ ծանոթ ժանգին։ Դա ուղղակի չոր օքսիդացված երկաթ չէ, այլ պարունակում է զգալի քանակությամբ ջուր։ Հետազոտության գլխավոր հեղինակ Ադոմաս Վալանտինասը սկսել է Մարսի վերաբերյալ իր ուսումնասիրությունը Բեռնի համալսարանում եւ ավարտել այն Ամերիկայի Բրաունի համալսարանում։ Վալանտինասը նշում է, նոր հետազոտությունը պարզաբանում է, թե ինչու է Մարսը համատարած կարմրել։ Մեր հետազոտությունը հաստատում է, որ Մարսի վրա եղել է հեղուկ ջուր, սակայն փոխում է մեր պատկերացումները այն մասին, թե ինչու եւ ինչպես է Մարսը ժանգապատվել։ Մարսի կարմիր գունավորումը այժմ այլ կերպ է բացատրվում։ Հիմա գիտենք, որ ժանգի առաջացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այնտեղ հեղուկ ջուր կար։ Միաժամանակ պետք է լիներ նաև թթվածնի ինչ-որ ձև, գուցե ջրից մթնոլորտից կամ այլ աղբյուրներից, որը նպաստել է ժանգի առաջացման գործընթացին։ Թերևս կարմիր մոլորակի վերաբերյալ նոր հետազոտությունը գիտնականների համար ավելի շատ հարցեր է առաջ բերում։ Վալանտինասը նշում է, որ այլ հետազոտությունների որոշ արդյունքների համաձայն Մարսի ջրային միջավայրի փոփոխությունը պետք է տեղի ունեցած լիներ մի քանի միլիարդ տարի առաջ, բայց սա դեռևս ենթադրություն է։ Այդ հետազոտություններից գիտենք, որ Մարսի վրա ջուր է եղել մոտ 3 միլիարդ տարի առաջ, այսինքն ժանգի առաջացումը տեղի ունեցել հենց այդ ժամանակ։
Վալանտինասի խոսքով քամիները ժանգոտ կարմիր փոշին տարածել են մոլորակի վրա, սակայն անձրևների բացակայության պայմաններում փոշին չի լվացվել։ Մարսի վրա տեղումներ չկան, անձրև չի գալիս։ Քամիների ազդեցությամբ այդ ամբողջ նյութը տարածվել է, բայց չի լվացվել, ինչպես երկրի վրա։ Օրինակ Սահարայի անապատի փոշին երբեմն Աֆրիկայից հասնում է Եվրոպա եւ ծածկում ամեն ինչ, բայց ժամանակի ընթացքում անձրևները լվանում, մաքրում են այն։ Վալանտինասը նշում է, որ թեև գիտնականները ունեն ապացույցներ, որ Մարսի վրա ժամանակին ջուր է եղել, դեռևս պարզ չէ, թե որտեղից է այն առաջացել։ Որն է եղել ջրի աղբյուրը, անձրևաջրերը թե ծովային ջրերը։ Ինչ ջերմաստիճան է ունեցել ջուրը, երբ այդ հանքանյութը ձևավորվել է, արդյոք մանրէները դեր են խաղացել այդ գործընթացում։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չունենք։ Գիտնականներին հետաքրքրում է նաև այն հարցը, թե ինչու ջրի առկայության պայմաններում կյանք չի առաջացել։ Անցյալում Մարսի վրա հեղուկ ջրի առկայության տեղանքների պարզաբանումը թույլ կտա այդ վայրերում փնտրել կյանքի հետքեր, բայց եթե այդ վայրերում կյանք չի ծագել, ապա ինչու։ Ինչ հավանականությամբ կարող էր կյանք ծագել այնտեղ։ Գիտնականները հուսով են գտնել այս հարցերի պատասխանները, երբ վերջապես իրականություն դառնան դեպի Մարս երկարատև առաքելությունները, իսկ դրա հավանականությունը կմեծանա, եթե այնտեղ ջուր լինի տիեզերական անձնակազմերի կարիքները հոգալու համար։ Ջրի առկայությունը կարևոր է ոչ միայն կենցաղային նպատակներով, այլև վերադարձի համար հրթիռային վառելիքի համար։ Այժմ երբ գիտենք, որ ջրով հարուստ այդ փոշին տարածված է ամբողջ մոլորակով, ստիպված ենք վերանայել փոշու ձևավորման ժամանակի ու կազմի վերաբերյալ առկա տվյալները։ Դեռ վաղ է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, բայց անամփեր սպասում ենք հետագա բացահայտումներին։ Վալանտինասը նաև ավելացնում է, որ Perseverance-ից երկիր ուղարկվող փոշու նմուշների վերլուծությունը կհաստատի իրենց լաբորատորիայում արված հայտնագործությունները։ Համեմատելով լաբորատոր տվյալները տիեզերանավերի դիտարկումների հետ, կարող ենք ավելի խորը պատկերացում կազմել Մարսի մակերեսի մասին։ Մենք դեռ չունենք Մարսից նմուշներ, այնինչ անում ենք հեռահար հետազոտություններ են։ Ինչպես անցյալ տարի հայտնել են տիեզերական գործակալությունից, Մարսի նմուշներ երկիր հասցնելու NASA-ի ծրագիրը ներկայում կասեցված է, մինչև գտնեն ավելի արագ ու էժան տարբերակ։ Եվ վերջում եղանակի մասին արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմաստիճանային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաներում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված արժեքը։ Մարտի 15-ից 17-ը, մարտի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան 19-ին հանրապետության առանձին շրջաներում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է ևս 4-ից 5 աստիճանով։